Ամենամեծ բյուջեն տիրապետող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2026-ի նախագծով կտրամադրվի 9,6%-ով ավելի գումար։ Բյուջեի կեսից ավելին բաժին ընկնում կենսաթոշակային ծախսերին՝ 30,5 միլիարդ դրամով կենսաթոշակային ապահովություն, 17,4 միլիարդ դրամով սոցիալական, 3,6 միլիարդ դրամով բնակարանային ապահովություն ծրագրերի, 20 միլիարդ դրամով էլ Ղարաբաղից տեղահանվածների աջակցության հատկացումներն են աճել։ Կենսաթոշակի հետվճարն այս պահին կազմում է 6,000 դրամ։ Հետվճարի ավելացման արդյունքում կդառնա առավելագույնը 10,000 դրամ։ Դրան գումարվում է համընդհանուր հետվճարի ծրագրով նախատեսվող 2%-ը։ Մենք այս պահի դրությամբ ունենք մոտ 350,000 քաղաքացի, որ օգտվում է այս ծրագրից, եւ մենք խրախուսում ենք, որ ավելի շատ թվով քաղաքացիներ օգտվեն դրանից, եւ մեր պլաններում, մեր կանխատեսումներով մյուս տարվա վերջին այդ քաղաքացիների թիվը կկազմի մոտավորապես 410-420 հազար եւ միջին հետվճարի չափն կլինի մոտավորապես 3-ից 4,000 դրամի չափով ավելի, քան այսօր է։ Եվ դրանով նաև այդ հետվճարով արդեն կենսաթոշակը կմոտենա սպառողական զամբյուղի մոտ 90%-ին։ Նախարար Թորոսյանն անդրադարձավ այն շահարկումներին, որոնք սկսվել են ֆինանսների նախարարի այն հայտարարության շուրջ, ըստ որի եթե կենսաթոշակների ավելի մեծ բարձրացում կատարեն, կունենան ֆիսկալ անկայունություն, որի հետևանքով ոչ միայն կենսաթոշակառուները, այլև մյուս քաղաքացիները վատ կապրեն։ Սա մանիպուլյացիայի կամ բյուջեն լավ չպատկերացնելու հետևանք է, կարծում են կառավարող ուժի ներկայացուցիչները։ Մանիպուլացվում է հակառակ կերպ, որ եթե կենսաթոշակները բարձրացնենք, ապա կենսաթոշակառուները վատ կապրեն։ Ամենևին դրա մասին չի եղել խոսքը, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, այլ նրա մասն է, որ մեր ֆիսկալ հնարավորությունները թույլ են տալիս բարձրացնել այսքան եւ այս եղանակով, որը կարծում ենք այս պահի դրությամբ ավելին հնարավոր չէ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը բոլոր միջոցները օգտագործում է կենսաթոշակները ամենահնարավոր մաքսիմալ տարբերակով բարձրացնելու համար, եւ եթե այսօր կլինեն մարդիկ, որոնք խոստանում են թոշակները կրկնապատկել, չգիտեմ ինչ անել, ուրեմն կամ իրանք ընդհանրապես չեն պատկերացնում ինչպես է ձևավորվում Հայաստանի Հանրապետության բյուջեն, կամ ուղղակի խաբում են, կամ էլ մտածում են, որ իրանք պետքա գան եւ օրինակ հարկերը կրկնապատկեն։ Կշարունակվեն անհուսալի վարկերի, Սյունիքի ու Կոտայքի մարզերում նպաստի համակարգի նոր պիլոտային ծրագրերը։ Անապահովության համակարգերը մարդկանց դրդել են օրինակ չունենալ ֆորմալ աշխատանք, որտեղ կզրկվեն անապահովությունից։ Անապահովության համակարգերը մարդկանց դրդել են չաշխատել, որովհետև աշխատելու դեպքում կունենան եկամուտ, կզրկվեն անապահովությունից եւ օրինակ կզրկվեն պատվերից։ Պիլոտի նաեւ իմաստը այն է, որ մենք վճարում ենք իրական եկամուտի եւ իրական ծախսի տարբերությունը, եւ ես հիմա կարող եմ մի հատ թիվ ասել, մենք առավելագույն 200,000 դրամ նպաստի չափ ունենք պիլոտի շրջանակներում, որտեղ գնահատվել են ընտանիքի իրական կարիքը, մուտքեր, ելքեր, բազմազավակ է եղել, երեխաները շատ են եղել եւ մենք վճարել ենք այնքան, որ ինքը կարողանա իր կենսական կարիքները հոգա։ Իսկ միջին չափը մոտ 100,000 դրամ է։ Թորոսյանը խոսեց նաև բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրի մասին։ Նշեց, երբևէ այս ծավալի պետական ծրագիր չի իրականացվել։ Հավաստագիր է ստացել 3202 ընտանիք կամ մոտ 13,000 անձ։ Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրի ֆինանսավորումը չի ավելանա, բայց սոցիալական բնակարանաշինության այլ ծրագրերը կընդլայնվեն։ Խոսքը չի վերաբերում միայն օրինակ անվճար բնակարաններին, հա, դրանք կարող են լինել նույն բավականին ցածր գնով վարձակալության տրվող եւ այլն, այսինքն ավելի քիչ եկամուտներ ունեցող ընտանիքների համար։ Հենց հիմա մեր սոցիալական բնակարանային ֆոնդը համալրվում է մի քանի ուղղություններով։ Առաջինը մեր միջազգային գործընկերների կողմից մեր այլ շենքշինությունների փոխումն է սոցիալական բնակարանային ֆոնդի, օրինակ ես մի քանի օր առաջ Վանաձորում էի, Վանաձորի մի նախկին գիշերօթիկ դպրոց վերափոխում ենք սոցիալական բնակարանային ֆոնդի, եթե չեմ սխալվում 24 բնակարան է ավելանում, Սպիտակում շուտով նոր սոցիալական բնակարանային ֆոնդ կունենանք։ Արմենուհի Կյուրեղյանի հարցը վերաբերում է ժողովրդագրական իրավիճակի փոփոխությանն ու Արսեն Թորոսյանի նախկինում արած այն հայտարարությանը, թե պետք է խրախուսել ներգաղթը եւ պարտադիր չէ, որ բոլոր ներգաղթյալները լինեն ազգությամբ հայեր։ Ձեր հայտարարությունը կատարվեց գրեթե միաժամանակ, երբ Ալիևը հայտարարեց 300,000 ադրբեջանցիների Հայաստանում վերաբնակեցվելու մասին։ Արդյոք սա պատահականություն էր, թե ոչ։ Ինչքան էլ ուզեք, որ Ալիևի պահանջները կատարվեն, չեն կատարվելու։ Ալիևի խոսնակի կամ խոսափողի դեր ինչքան ուզում ա տանեք, մեկա տեղի չեն ունենալու այդ պահանջները, այդ մեկ։
եւ կարող եք պարզապես պրեսայի մամուլի մոնիտորինգ անել եւ տեսնել թե Ալիևի պահանջների մասին Հայաստանի Հանրապետություն ով է խոսում։ Ձեր խմբակցությունից զատ երևի միայն ձեզ հարող ուժերը։ Իսկ ժողովրդագրությունը ըստ նախարարի ոչ միայն իրենց նախարարության, այլև պետության առաջնահերթություններից է եւ բյուջեի ժողովրդագրության բաժնում 2 ծրագիր կա՝ երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման եւ երրորդ եւ հաջորդ երեխային տրվող նպաստի աջակցությունները։ Վարդուհի Արզումանյան, Արամ Հարությունյան, լուրեր։